Բաքվի բերդում գտնվող Ռուբեն Վարդանյանի վերջի խոսքը հերթական ապտակն էր Հայաստանի իշխանություններին։ Բաքվի բերդում գտնվող, պատկերացրեք, Ադրբեջանի ռեժիմում անազատության մեջ գտնվող հայը Ռուբեն Վարդանյանը հարց է տալիս Հայաստանի կառավարությանը, ինչու Բաքվում կալանավորների կյանքի, առողջության եւ իրավունքի հարցը չի դարձել Հայաստանի իշխանության օրակարգի հարց եւ Հայաստանի կառավարության կողմից ուրեմն արդյոք որևէ արձագանք լինելու է Բաքվի բերդում գտնվող կալանավորների կյանքի իրավունքի ուրեմն իրավական հարցերի վերաբերյալ Ադրբեջանի ուրեմն Ադրբեջանում անօրինական ձևով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերը անտեսված են Հայաստանի կառավարության կողմից, ասում է Ռուբեն Վարդանյանը, եւ սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորություն ես չեմ տեսնում։ Ինչ ամոթ է, չէ, որ բերդում գտնվողն է այս կառավարությանը ասում, որ քո պարտականությունն է օրակարգային հարց դարձնել Բաքվում գտնվողների եւ խոշտանգվողների հարցը։ Ավելին, հանդիպելով Ադրբեջանի օմբուդսմենի հետ, Ռուբեն Վարդանյանը ուրեմն ասում է, որ ես բարձրացրել եմ, որ Բաքվի բերդ այցելի Հայաստանի օմբուդսմենը եւ հարց է տալի, այն որ Ջոկոնդայի ժպիտով քաղ հասարակության ներկայացուցիչներ գնացել Բաքվից հետ եկել, Ռուբենը ասում է եւ հայկական պատվիրակությունը անգամ մեզ հետ չհանդիպեց եւ հարց է բարձրացնում, որ թույլ է տրվի ոչ միայն իր, այլև մյուս ռազմագերիների հարազատներին այցելել Բաքու եւ տեսակցել նրանց հետ եւ տեսնում ենք Հայաստանի օմբուդսմենը պատասխանել ասել է չկա նման բան Ադրբեջանի օմբուդսմենի հետ մենք որևէ նման բան չենք պայմանավորվել որ ես պետք է այցելեմ որևէ անվտանգության երաշխիք չի եղել օքեյ Տիկին Անահիտ Մանասերյան հիմա ես պաշտոնապես ասում եմ ես որպես քաղաքական գործիչ ով զբաղվում է նաեւ մարդու իրավունքներով Եթե դուք վախենում եք, ես պատրաստակամություն եմ հայտնում գնալ Բաքու, եթե Նիկոլ քո կիրթ բարեկամը կերաշխավորի իմ անվտանգությունը եւ դավադրաբար չի առևանգի ու չի կալանավորի, ինչպես Հակարի կամրջից առևանգվեցին եւ կալանավորվեցին Արցախի քաղաքական էլիտան եւ բազմաթիվ մեր մյուս հայրենակիցները գնալ եւ հանդիպել մեր ռազմագերիների հետ դուք հասկանում եք Բաքվում խոշտանգվող հայնա բարձացնում ասում եկեք մեզ տեսեք եւ ասում Հայաստանի կառավարություն մենք քո քաղաքացիներն ենք մեր հարցերը մեր առողջության իրավունքի հարցերը պահպանման պայմանների հարցերը սարքիր քո օրակարգի հարց եւ քանի որ շատերս դատապարտվել ենք ցմահ կամ 20 տարի ազատազրկման թույլ տվեք որ մեր հարազատները մեր կանայք մեր երեխաները գան մեզ տեսակցության սա ամոթ է սա խարան է ուղղակի